Ժորջան, ուրեմն մեկ ամսից ավել է նկատած կլնեք օպերայի հայաթում ակցիա իրականացում կա մի երիտասարդ Անդրանիկ Արմանդարյան, այդ երիտասարդը ինքն իր հաշվին տպել է Հայաստանի Հանրապետության իսկական քարտեզը, որտեղ նշված է Մեծ Հայք 15 նահանգներ, Արցախ, Հայաստանի իսկական տարածքը ու բաժանում է տուրիստներին, երեխաներին ու բացատրում է, որ սա իսկական Հայաստանի Հանրապետությունն է եղել։ Ուրեմն հայտնվել են սրանց նման աղբի թուլեք, ժողովուրդ ջան, ես չգիտեմ, հայ չի կարա լինի, այս ինչ տեսակ է, այս ինչ ազգ է, այդ երիտասարդի գործողություններից բողոքում են ադրբեջանցիները, թուրքերը, մեկ էլ հայ նման մտածող ադրբեջանցիները, որոնք ապրում են Հայաստանում, այս պիղծը, ես չգիտեմ ով է այս պիղծը, ժողովուրդ մի հատ գրեք, այս ում հարևանն է, ով է, ինչ է, այս ով է, այս հայ է, այս մարդը չի կարա այսի հայ լինի։ Լավ, այդ որ ժամանակից սկսվա, որ հայերի մեջ արթնացավ մի հատ սենց աղբի տղա տեսակ, որ Արցախի դրոշին նայելով սրանք ղզղնում են, չգիտես, խառնվում են իրար, Ծիծեռնագաբերդին նայում են, աշկները փակում են, հանկարծ չգիտես, չնայեն այդ կողմի վրա, եռաբլուր չեն գնում, չեն այցելում, ձեր մեջ երբ արթնացավ այդ հայի աղբի տղա տեսակը, դուք հայ եք արա։ Այս Նիկոլը, որ առանձնացրեց հայերի երկու տեսակ, մեկը նիկոլական բոզի տղերք, մեկը իսկական հայրենասերներ, դուք նիկոլական բոզեր, դուք իրավունք չունեք Հայաստանում ապրելու, դուք ուրացաք Արցախ, դուք ուրացաք 1915 թիվ, ուրացաք Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, ով ինչ հայրենասիրական գործ է կատարում Հայաստանում, Նիկոլի աղբեկը դուրս են գալիս ու ասում են մի արեք, դա ազդում է մեր հայ եւ ադրբեջանական հարաբերությունների վրա։ Լավ, դուք հայ կոչվելու իրավունք ունես, դու հայ կոչվելու իրավունք ունես, աղբի տղա։ Ես զարմանում եմ, լավ, Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, չգիտեմ, Միայնակ Գայլը, այդ տիպի մարդիկ կարան իրենց հայ կոչեն ու դուք ձեր նման աղբեք կարաք ձեզ հայ կոչեք, դուք հայ կոչվելու իրավունք ունեք, սև հովազները կարան իրանց հայ կոչեն, որ գնացին գլուխները կերան այդ մարդկանց ու դուք կարաք հայ կոչվեք, այ աղբի տղերք։ Դուք բարձրացեք եռաբլուր նայեք այդ տղերքին, դեմքերին, այդ հուշարձաններին նայեք ու այդ մարդիկ կարան իրենց հայ կոչեն ու դուք էլ կարաք ձեզ հայ կոչեք, այ աղբեք։ Ես զարմանում եմ, ով մի հատ հայրենասիրական գործ է կատարում, արա հայտնվում են սենց աղբեք, մարդկանց համտրամադրություն են գցում, մարդկանց ներվային անցնում են, արա լավ հայրենասիրական գործ կատարել դա հանցագործություն է, այդ երիտասարդը հայրենասիրական գործ է կատարում, գոնե գնաք ինչ-որ չափով աջակցեք, չգիտեմ, ինչ-որ հովանավորեք, ինչ-որ մի հատ հարցում աջակցեք, արա սենց սրնում եք ապուշ խոսում եք, մի քանի բոզի տղա բլոգերներ էլ վեկալում են դնում են իրենց սայթերում, ասում են նայեք, տեսեք ինչ անում, ոչ հայկական քայլ է անում, արա ով որ կկոչի այդ տղու քայլը ոչ հայկական, ուրեմն ինքը հայ չի, ինքը ամենավերջին պիղծն է, պիղծ։ Ու այդ Նիկոլ դու արեցիր, աղբի տղա, որ հայրին բաժանեցիր, նիկոլականներ, որոնք աղբի տղա են նիկոլականներ, սենց ասած, ու կան իսկական հայրենակիցներ, իսկական հայ տեսակ, որ պայքարում է ձեր նման աղբեկի դեմը։ Մարդ նայում է ձեզ ներվայնանում առավոտ շուտ, աղբի տղերք։